Զգացմունքային Հենց այսպիսին է Քեսաբի դեպքերի մեր հիմնական ընկալումն ու դրանից ածանցվող արձագանքը հասկանալի, բայց ոչ ընդունելի։ Աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում հայտնվելուց հետո նվազագույն վնասով դուրս գալու հայաբնակ Ավանի ու շրջակա գյուղերի ապագային վերաբերող հավասարակշիռ գնահատականներ ու հայտարարություններ են պետք։ Փոխարենը քարոզչական հոսանքներին ենք տրվում, իսկ դրանցից եւս պետք է հնարավոր առավելագույնը քաղել, ինչպես Անկարայի ցինիզմն ու վարձկանների մասնակցությունը բացահայտելը եւ ներկայացնելն է։ Ընդ որում ցինիզմը համաշխարհային մակարդակով, որը փաստորեն միջազգային եւ հատկապես արևմտյան շրջանակների կողմից լուր աջակցություն է ստանում կամ լուր համաձայնություն են գտնում։ Իսկ Հայաստանում չեն լռում, այսօր կառավարության նիստում առաջինը քեսաբցիների խնդիրն են քննարկել։ Տիկին Հակոբյան, ինչպիսին են վերջի զարգացումները։ Սփյուռքի նախարարի տեղեկացմամբ առաջին անհրաժեշտության իրերի եւ սննդի հարցն արդեն լուծվել է։ Առաջին խնդրանքը նա է, որ ճնշումը ավելացնել, հետաքննություն սկսվի այնտեղ, թե ինչպես է տեղ ունեցել իրադարձությունները, դեպքերը, եւ երկրորդ ստեղծել հնարավորություն, որ իրենք վերադառնան։ Վերադառնալու հնարավորությունը քննարկելիս պետք է հաշվի առնել, որ Քեսաբը ռազմական գործողությունների կենտրոնում է, նաև թալանվում ու վերաբնակեցվում է։ Հյուսիս Կովկասցի վարձկանների ադրբեջանցիների գործոնը եւս անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել։ Իսկ Ադրբեջանում այդքանով չեն սահմանափակվում, փորձելով արջի ծառայություն մատուցել գործընկեր Թուրքիային։ Հայերը պատրաստվում են ներխուժել Սիրիա, այսօրինակ վերնագրով է ադրբեջանական մամուլը ներկայացնում հայ քաղաքագետի հոդվածը, այն փորձելով օգտագործել իրենց նպատակահարմար ենթատեքստով։ Ինձ դա բավարարում է։ Այս իրանց վախը մեզանից այնքան շատ է, որ իրանք մեզ այնպես են պատկերացնում, որ կարծում են, որ մենք կարանք իրանց գլխովը Թուրքիայի գլխովը թռնենք եւ ներխուժենք Սիրիա։ Քաղաքագետի կարծիքով աշխարհի ընկալումը զուսպ կլինի։ Ադրբեջանի քարոզչությունը հենց քարոզչություն էլ կդիտվի, իսկ Թուրքիան չի էլ հասցնի շնորհակալություն հայտնել։ Հետ ու նախընտրական բուռն զարգացումներն այդ երկրում շարունակվում են, մինչ Էրդողանը հակառակորդներին պատժելու մեխանիզմներն է հստակեցնում հիմնական ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քլիչդարօղլուն հայտարարում է, թե նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը պատրաստվում է նրա դեմ միասնական թեկնածու առաջադրել։ Ես Քլիչդարօղլուի այդ հայտարարությունը եւ թուրքական ընդդիմության վերամիավորումը շատ լուրջ սպառնալիք չեմ համարում Էրդողանի համար, քանի որ ընդդիմությունը իր բոլոր ռեսուրսներով հանդերձ այնուամենայնիվ չի կարողանալու դառնալ լուրջ մրցակից Էրդողանի համար։ Թուրքագետն իր տեսակետը հիմնավորում է քրդական գործոնով, նշելով, որ վերջիններս հակված են իրենց խնդիրները լուծել Էրդողանի կառավարման շրջանում, ոչ թե տասնամյակների թշնամի, քեմալականների ու ազգայնականների։ Անիա Ավետյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։